Հայաստանը դեռ սպասում է ռուսական կողմի պարզաբանումներին, թե ինչու են Սոչիում արգելել հայկական 200 կիլոգրամ թառափի մուտքն ու այրել ապրանքը, թեև գրեթե 2 շաբաթ է անցել, սակայն ռուսական պատկան մարմինները դեռ չեն պարզաբանել իրավիճակը։ Ռոսսելխոզնադզորի կայքում թառափն այրելու պատճառների մասին նշում են միայն, թե Արարատ Ֆորելը հիշատակված չէ ներմուծման թույլտվություն ունեցող ընկերությունների ռեեստրում։ Ազատության հետ զրույցում, սակայն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնեցին, որ Արարատ Ֆորելը գրանցված է Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանման իրավունք ունեցող ընկերությունների ցուցակում։ Նույնն է պնդում եւ Արարատ Ֆորելի տնօրեն Արամ Մանուկյանը։ Երեք օր տևեցի բանակցությունից չկարողացա մարդկանց բացատրել, որ այդ ռեստորը արդեն գոյություն չունի։ Հիմա պետք է աշխատենք նոր ռեստորով։ Մանուկյանը պարզաբանում է, եթե նախկինում Ռուսաստանն էր որոշում, թե որ ընկերություններն իրավունք ունեն մթերք ներմուծել իր տարածք, ապա այժմ ԵՏՄ ստեղծումից հետո անդամ երկրները իրենք են կազմում այդ ձեռնարկությունների ցուցակը, սակայն Սոչիում թերևս այդ մասին տեղյակ չեն։ Ուղղակի երևի այնտեղ օրենքը դանդաղ է գնում, էլի գնացքով է, եթե երևի գնում Կրասնոդար, Սոչի, դեռ տեղ չի ասել։ Մանուկյանն ասում է, լսել էր Եվրասիական տնտեսական միության 170 միլիոնանոց շուկայի հնարավորությունների մասին, դիմել էր արտահանման թույլտվություն ստանալու համար, մայիսին գրանցվել էր փաստաթղթերը կարգավորել, ծախսեր էր կատարել Սոչիի գործընկերների հետ պայմանագիր կապել 20 տոննա ձուկ արտահանելու համար։ Առաջին անգամ որոշել էր փորձնական 200 կիլոգրամ արտահանել ճանապարհը ստուգելու համար, սակայն ռուսական շուկա այդպես էլ չեն հասել։ Միասնական տնտեսական գոտու մեջ պարզվում է դեռ բաժանարար գծերը չեն վերացել։ Բա դու ուղարկեցիր այդ մարդկանց մոտ, դուք պայմանավորվել եք, չէ՞ վերջո։ Միջպետական պայմանավորվածությունն է, որ մենք հանգիստ կար ապրանքը ստեղից ընդեղ գնա, ընդեղից ստեղ գա, չէ։ Դու էլ ճամպրուկները վերցնում ես ապրանքը դնում մեջը տանում ես ընդեղ, ձեռքից առնում են, ասում են գնա։ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասում է, ստեղծված իրավիճակը հավանաբար բազմաթիվ խնդիրների կուտակման արդյունք է։ Նախ Հայաստանում շատ արտադրողներ դեռ ծանոթ չեն Եվրասիական միության բոլոր պահանջներին, ռուսական կողմն էլ հաճախ գրագետ մոտեցում չի ցուցաբերում, օրենքները փոխվում են, դրանցից սակայն կատարողները տեղյակ չեն։ Մակարյանը միևնույն ժամանակ չի բացառում կոռուպցիոն եւ քաղաքական պատճառները։ Կարող է ինչ-որ մի քայլ Ռուսաստանին դուրս չգա եւ ինքը այդպես մի քայլով թեկուզ արտահայտի իր խոչընդոտ ստեղծելու հնարավորությունը։ Ուզի հիշեցնի, որ ինքը կա, որ երբ ուզենա կարող է այդ խնդիրը, այդ բարիերը միշտ առաջացնել։ Հիշենք հետեւյալը, որ Ռուսաստանի բոլոր քաղաքական կոնֆլիկտները կամ խնդիրները միշտ լուծվում են տնտեսական ճանապարհով։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն իրադարձությունների իր մեկնաբանությունն ունի։ Ռուսաստանն ըստ նրա այս կերպ փորձում է զգուշացնել ԵՏՄ անդամ երկրներին ու Հայաստանին մասնավորապես չվերացվել իր սահմանած պատժամիջոցները շրջանցելու ուղու։ Տնտեսագետը պատահական չի համարում, որ հայկական թառափն այրելու գործընթացի հետ մեկտեղ ռուսական կողմը պահանջեց ԵՏՄ գործընկերներից, այդ թվում եւ Հայաստանից, հարգել իր սահմանած պատժամիջոցները նորվեգական ձկնամթերքի նկատմամբ եւ արգելված ապրանքի համար տարանցիկ երկիր չդառնալ։ Որ ես հստակ տեղեկություն ունեմ մրգի հետ կապված, դա 100% ամս տեղեկություն է, իսկ ձկան հետ կապված, ասենք ինձ առիթ չի եղել դրանով հետաքրքրում, բայց երեկվա մամուլի հրապարակում ինձ թույլ է տալիս, ասելով, որ մենք որոշել ենք մեր ընկերոջ հետ ազնիվ չլինել, գործընկերոջ հետ կոնկրետ Ռուսաստանի